Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանին։ Բարի երեկո, պարոն Թաթոյան, շնորհակալ եմ հարցազրույցի այս հնարավորության համար։ Շնորհակալ հրավերի համար։ Պարոն Թաթոյան, երեք պաշտպանության նախարարությունը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ պնդում էր, որ այն հայտարարությունները, այն լուրերը, թե 2025-ի ընթացքում Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանը նոր դիրքեր է տեղակայել, իրականությանը չի համապատասխանում եւ սուտ է։ Նախ կխնդրեմ մեկնաբանեք այս հայտարարությունը եւ առհասարակ որտեղից ձեզ նման ինֆորմացիա, որ Հայաստանի տարածքում անցյալ տարի ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել։ Սա որքանով է հիմնավորված այս տեղեկությունը։ Տեղեկությունը ամբողջությամբ հիմնավորված է։ Մենք իրականացրել ենք ժամանակի ընթացքում արբանյակային լուսանկարներով ինֆորմացիայի եւ փաստերի ուսումնասիրություն ֆրանսիական եւ չինական արբանյակներով, ընդ որում դրանք այն աստիճան եւ դրանք իսկական հավաստին են, որոնցից ձևավորվում է Google քարտեզը եւ դրանցով հստակ ցույց ենք տվել, որ առաջին Հայաստանի Հանրապետության իշխանությունները թաքցրել են մեզանից եւ իրականում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցել ադրբեջանական տեղաշարժեր, դիրքերի ամրացումներ, բարելավումներ եւ նաեւ ներխուժում, այսինքն նոր դիրքերի, նոր տարածքների վրա։ Դրանք օբյեկտիվ փաստեր են, որևէ մեկ բան, որևէ էմոցիա, որևէ այլ բան դրա տակ դրված չկա։ Ակնհայտ է, որ այդ դիրքերը նաեւ թե ականանետային, թե հրաձգային կրակակետեր ունեն, խոշոր տրամաչափի նաև զինատեսակների օգտագործման համար անհրաժեշտ, այդտեղ ռակադային, այսինքն հատուկ ռազմավարական օպերատիվ նշանակության ճանապարհներ են կառուցել, օրինակ ջերմուկում ականանետային դասակների դիրքեր են կառուցել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, այդ հայտարարությունը կամ այսպես կոչված իբր թե հերքումը չի համապատասխանում իրականությանը, դա ամբողջությամբ խաթարում է Հայաստանի անվտանգության համակարգը, որովհետև շատ ուղղակի ինձ համար խոսք չես գտնում ասել, ինչ աստիճան չի կարող պաշտպանության նախարարությունից ընդամենը տարածքի տպավորությունս էս մկրատով վերցել ենք, չափչփում ենք մեր երկիրը։ Բա մեր անվտանգության համակարգը, մեր անվտանգությունը ադրբեջանական այդ դիրքերի պատճառով էականորեն նորից էլի խաթարվել է։ Դրա համար մենք լուծումներն ենք ներկայացել, թե ինչ պետք է արվի, առավել եւս այսքանից հետո մի հատ էլ հələ հայտարարում են, ասում են սահմանազատման ինչ որ հանձնաժողովի միջոցով հետո պետք է այս ամենը վերացվի։ Այսինքն արևային պաներներ դնող ադրբեջանական իշխանությունը, որ այդ աստիճան արմատավորվում է, դուք այդքան միամիտ եք բոլորը, որ կարծում եք ինքը դուրս է գալու ինչ որ հանձնաժողովի ասածով գնա այդտեղից։ Պարոն Թաթոյան, 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ունենք խաղաղության նախաստորագրված պայմանագիր եւ մինչեւ այսօր սահմանին կրակոցներ չկան։ Այս դեպքում պաշտպանության նախարարությունը դիցուկ ադրբեջանական զորքերը ապօրին ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Ինչ պետք է աներ։ Նախ ակնհայտ է փաստերից բխում է, որ այդ դիրքերի արագ ամրացման ու բարելավման աշխատանքներն Ադրբեջանը արել է, այն ժամանակ, երբ իմացել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու այդ փաստաթղթերի ստորագրման արարողությունները եւ դրանք իրականացրել է այդ աշխատանքները այդ ժամանակից սկսած, որովհետեւ երբ մենք նայում ենք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրման օրը, այդ օրվա դրությամբ արդեն ավարտած են եղել բոլոր աշխատանքները, ընդ որում շատ արագ են գործել եւ խոսքը ոչ միայն դիրքերի հետ է կապված, այլ նաեւ Ադրբեջանի անգամ Հայաստանի որոշակի սահմանին կապած, բայց այնպես որ ակնհայտ է որ Հայաստանի դեմ են դրանք ուղղված։ Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, շատ գիտեք, պարզ հարց է առաջանում։ Եթե Ադրբեջանը խաղաղություն է անում, խաղաղության մտադրություններ ունի, ինչու է ամրանում մեր տարածքներում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցում, նորից էլի ծակծկում մեր անվտանգության համակարգ ու սալյամիի պես կտրում դիրքերը տարածքները տանում։ Ինչու է ասա անում, ակնհայտ է, որ նա սպասում է հստակ աշխարհաքաղաքական իրավիճակի, որ ինչ որ մի առիթ լինի, նախապատրաստվում է, որ գործողություններ իրականացնի։ Ընդ որում այդտեղ այդ ուսումնասիրությունները վկայում են, որ նրանց լուծումները այնպիսին են, որ կարող են նաև ակնհայտորեն օգտագործվել հարձակողական նպատակներով։ Այստեղ գործում է նույն Արցախի սցենարը։ Արցախում 21 թվականից հետո Ադրբեջանը նույն կերպ էր գործում։
աշխարհին գնում է, ասում է, եւ Հայաստանի իշխանությունները օգնում են, որ սպիտակ Երևան մաքրվի իր բոլոր այդ արարքներից, տեսեք մեր սահմանային պետական սահմանի այս ներխուժումները որևէ միջազգային օրակարգում չկա, որևէ միջազգային օրակարգում սա չկա, նրանք օգտվում են առիթից, ներխուժումներ են անում եւ արդյունքում անելու են իրենց գործը եւ աշխարհին էլ չեն կարողանալու հետո նորմալ ապացուցենք, ասենք, այս ադրբեջանական իշխանությունները մեր տարածքի մեջ էին, պետք է ասեն շատ ներողություն, դուք եք հերքում առաջինը, որ ձեր տարածքի մեջ էին։ Պարոն Թաթյան, քանի որ դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, նաեւ կուսակցության վարչապետի տեխնացուն եք, եթե դուք լինեք իշխանության ստեղծված իրավիճակում, ինչ կանեիք։ Առաջին հերթին ինձ համար ամենակարևորը իմ երկրի անվտանգությունն է։ Ես ամեն ինչ կներդնեի, որ իմ երկրի անվտանգությունը եւ անվտանգության ողնաշարը կազմող բանակի ուժեղացումը։ Մեր բանակի համար ամենաառաջին օրը ես ասել եմ պաշտոնավարման, մենք մեր իշխանության գալու դեպքում ամենաառաջին օրը հենց ստեղծվելու է հատուկ հանձնաժողով ռազմական բարեփոխումների, օրենսդրությամբ հատուկ դրույթ է նախատեսվելու, որով հնայի 8%-ից ցածր չի կարողանալու իջնել երբեք բանակի ֆինանսավորումը, դրանից հետո ամեն տարի մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարուց հետո $500,000 ավելանալու է մեր ռազմաարդյունաբերական համալիրին ուղղված ծախսերը, բայց որոնք դա նաև տնտեսության ճոտ։ Գիտեք, ով կարող է ինձ մեղադրել, որ ես իմ երկրի զինված ուժերն ու բանակը ուժեղացնում եմ, որ իմ երկիրը ինքը կարողանա իրեն պաշտպանել։ Իմ նպատակը հետևյալն է. դու պետք է այնպիսի զինված ուժեր ունենաս, այնպիսի բանակ, այնպիսի անվտանգության հզոր համակարգ, անառիկ սահմաններ, որ կարողանաս ինքդ քեզ պաշտպանել։ Նպատակը միայն դա է։ Եթե դու հանկարծ չունեցար ինքդ քեզ պաշտպանելու կարողություն, ոչ միայն որևէ մեկը չի գալու քեզ օգնության պաշտպանելու, այլ շատ ավելի միշտ նվազացած ես լինելու։ Եթե անվտանգություն չեղավ, չի լինելու տնտեսություն, չի լինելու սոցիալական կյանք, որևէ այլ բան չի լինելու, այնպես կճնշեն ուրիշ տեղերից, Ադրբեջանը ինքը այնպես կճնշի, որ ոչ տնտեսությունը կհանի կտանի իր ազդեցության տակ կմցնի, ուրիշ հարցերն էլ էլի կհայտնվենք էլի ուրիշների ազդեցության տակ։ Դու պետք է լինես քեզ պաշտպանելու ունակ պետություն։ Եվ նաև սա կարևոր է, որ մեր բանակից զատ իհարկե շատ կարևոր է մեր սահմանների անառիկ լինելը։ Գիտեք, բանակ եւ սահմաններ չի նշանակում, այստեղ կարևոր է շատ նաեւ թե ինչպես ես դու դրանք բարեփոխում, դրանք պետք է լինեն մոբիլ, ժամանակակից պահանջներին համապատասխան, թվային պաշտպանությամբ, ակնթարթային իրավիճակներում ակնթարթային որոշումներ կայացնելու կարող նաեւ զինվորականներ, որ եւ ես պետք է ասեմ, որ մենք ունենք այդ պոտենցիալը, մենք ունենք հզոր զինվորականներ, տղերք, որոնք եւ նաեւ կանայք, տղամարդիկ, մեր զինվորականները, որոնք պատրաստ են եւ հերոսական ամեն օր ծառայություն են տանում։ Բայց կարծես թե ներկայ իշխանությունն էլ պարոն Թաթյանը այդ ճանապարհով է գնում եւ արևմուտքի որոշ երկրների հետ նման ռազմավարական Տեսեք, նախ այս իշխանությունը մենք հստակ երբ ուսումնասիրում ենք, ես գրաֆիկական պատկերով ցույց տվեցի, մեր զինված ուժերի ֆինանսավորումը գնալով իջնում է, ակնհայտորեն ցույց է տալիս։ Եվ այն, որ գիտեք, սենց ցույց ենք տալիս, խոսում ենք բառերով զինված ուժերի մեր երկրի անվտանգության համակարգի մասին, իրականում տեսնում ենք ինչ է լինելու։ Այո, մենք համագործակցելու ենք նաև մեր գործընկեր պետությունների հետ, այդ թվում իհարկե Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հատկապես օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում այդ փորձը շատ լավ կա, մոբիլ ուժերի ունենալը, որոշումների կայացման ճշգրտությունը եւ այլն։ Բայց սա այստեղ նաև շատ կարեւոր է կամքը։ Այսօրվա իշխանությունը որևէ տեղ մենք չենք տեսնում այդ քաղաքական կամքը։ Գիտեք, այս ամենը պետք է արված լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած։ Այն առաջին օրվանից, երբ ստորագրվեց եռակողմ փաստաթուղթը, այդ պահից սկսած մենք պետք է լծված այս իշխանությունը պետք է լծված լիներ Հայաստանի Հանրապետության բանակը անվտանգության համակարգը ուժեղացնելու գործին։ Դրանից սկսած 6 տարի անցել է, ավելի ժամանակահատված, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածն է։ Որևէ բան մենք չենք տեսնում։ Նորեն անընդհատ ասում են այսօր վաղը, այսօր վաղը, այսօր վաղը։ Գիտեք, խոսալով չի, սա պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է, երբ զբաղվում ես ինքնախապեյությամբ, պատրանքներով, իրականում չես զարգացնում անվտանգության համակարգը։ Իսկ մենք ասում ենք, անվտանգության համակարգ համար առաջին նշանակությունը այս վտանգի պայմաններում ունի։ Մենք պետք է ունենանք զարգացած ամուր անվտանգության համակարգ, բանակով, անառիկ սահմաններով, երկրի միասնությամբ, երկրի համերաշխությամբ,
որպեսզի կարողանանք մեր մյուս խնդիրները լուծենք։ Դուք ասում եք վարչապետի տեխնացու լինելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն ունենալն է։ Պարոն Թաթյան, հիմա խաղաղություն չունենք։ Հիմա ունենք այն, ինչ ամենաարագ ճանապարհն է պատերազմի տանող։ Մի հատ էլ եկեք հիշենք, ինչ էր հայտարարում այսօրվա կառավարության ղեկավարը 2020 թվականի 44 օրյա պատերազմից առաջ։ Նույն հայտարարությունները, բացառիկ իրավիճակ է, այսպիսի պատմության դեպք երբ չէր եղել, խաղաղություն է, չեն կրակում սահմանին, արդյունքում տեսանք ինչ եղավ։ Նորից էլի նույն շրջապտույտի մեջ ենք ընկել, մենք նորից էլի գնում ենք դեպի պատերազմ։ Իրականում մեզ, այո, իրական խաղաղություն է պետք, որը ուժեղ անվտանգային համակարգով պետք է ապահովվի։ Իշխանությունն էլ է ասում, իրենց գլխավոր թեզը խաղաղությունն է եւ այդ սիմվոլն են նաեւ օգտագործում։ Այս պարագայում ձեր մատնանշած խաղաղությունը եւ իշխանության մատնանշած խաղաղությունը ինչով են իրարից տարբերվում։ Եթե Ադրբեջանը կառուցում է նոր դիրք վերահսկելու համար այն ճանապարհը, որով օգտվում են մեր զինծառայողները, եւ այստեղ գիտեք մի բաներ կա, նրանք ռազմավարական են նաեւ անում, որ ճնշում գործադրեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարկ եղած դեպքում։ Այս պայմաններում խաղաղություն անհնար է կոչել, դա խաղաղությունը գիտեք զիջումներով չի։ Խաղաղությունը ուժեղ պետություն պետք է լինի, ինքն իրեն պաշտպանելու կարող պետություն, ապահով մարդիկ որպեսզի ապահով զգան եւ զարգացող լինի, այդ ժամանակ նաեւ հնարավոր կլինի նաեւ մյուս պահանջներն իհարկե ապահովել։ Ձեր նախընտրական ելույթում դուք խոսեցիք նաեւ սահմանադրության մասին, որ այն պետք է ամուր պահել եւ դեմ եք, որ որևէ անձի ցանկությամբ կամ նրա համար փոխվի սահմանադրությունը։ Բայց տեսեք, պարոն Թաթյան, ունենք մի իրավիճակ, երբ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է Ադրբեջանի հետ, երկու կողմն էլ կարծես թե խաղաղություն են ուզում, բայց Ադրբեջանն ասում է. Հայաստան, մինչև չփոխես քո սահմանադրությունը, մայր օրենքը, խաղաղություն չի լինի։ Այս դեպքում ինչ անել։ Տեսեք, ձեր հարցը շատ լավ ցույց է տալիս մեկ կարևոր բան, որ Ադրբեջանը իրականում չունի խաղաղության մտադրություններ։ Ադրբեջանին պետք չէ այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Ես հայտարարել եմ, որ օրինակ ես մեր իշխանության ժամանակ արդյոք ես կստորագրեմ խաղաղության պայմանագիրը, այսպես կոչված, չէ՞, նախաստորագրված։ Ես ասել եմ, այո, եթե առաջինը ստորագրի Ադրբեջանը, որովհետև ես գիտեմ, Ադրբեջանը դա չի ստորագրել, դա նրան ձեռնտու չէ, որովհետև նա իր քաղաքականությունը ամբողջը կառուցել է հակահայկականության եւ հայատայցության ու թշնամանքի վրա։ Նրան դու հələ եկեք մի պահ պատերաստենք այսօրվա Ադրբեջանի իշխանությունը առանց հայատայցության։ Գոյություն դա հնարավոր չէ, որովհետև դա նրանց քաղաքական գոյության առանցքն է, նրանց հիմքն է։ Դրա համար իրեն ժողովրդին ամեն օր գնում ասում ենք մենք չլինենք հայերը կգան ձեզ կսպանեն, կմորթեն, այս կանեն։ Դրա համար մեզ համար կարևոր է հետևյալը, որ նրանք անընդհատ սա շարունակելու են։ Նրանք, գիտեք, ամբողջատ իրական այս հասարակությունները, կառավարումները այդպես են։ Դու չես կարող դա որևէ ձև փոխել։ Դրա համար մեզ համար ես հատուկ ասում եմ եւ տեսեք դուք որ ասեցիք այդ խաղաղության այսպես կոչված պայմանագիրը ստորագրելուց հետո որ ինքը հայտարարում է սահմանադրություն պետք է փոխի այդ նույն փաստաթղթում գրված է չէ որ երկու կողմերը իրար ներքին գործերի չեն միջամտում նույն օրը ասուլիս է տալիս ասում եմ սահմանադրություն չկա խաղաղություն փոխել ես ասում եմ Ես Հայաստանի Հանրապետության սահմանադրություն Ադրբեջանի պահանջով կամ որևէ օտար պետության պահանջով չեմ փոխելու։ Վերջ, դա իմ երկրի ներքին գործն է։ Իշխանությունն ասում է այս գործընթացը սկսվել է դեռ այս քննարկումներից շատ ավելի առաջ։ Դա սուտ է, որովհետև ես 2000 դերևս 10 պատերազմից առաջ 19 թվականին կոവിഡ്ի դեռ ժամանակ եւ այլն այդ բոլոր սահմանադրական հանձնաժողովներում եղել եմ։ Սահմանադրական հանձնաժողովների անդամ եմ եղել բոլոր տեղերում երբեք Հայաստանի սահմանադրության փոփոխություն Ադրբեջանի օրակարգով անկախության հռչակագիրը մեջից հանելու օրակարգով երբեք չի եղել նման բան երբեք դա սուտ է այո եղել է փոփոխության հարց բայց օրինակ կառավարման համակարգի հարցերով մարդու իրավունքների հարցերով այդ կայուն մեծամասնությունը դուրս գա դուրս չգա բայց երբեք Ադրբեջանի պահանջով չի եղել եւ ես հատուկ նաեւ այո ասում եմ որ երբեք մեր ժամանակ օտար որևէ պետության պահանջով սահմանադրության փոփոխության հարց չի դրվելու դա առաջին հերթին երկրի ինքնիշխանության ու անկախության մասին է խոսքը Հայաստանը պետք է ունենա այնպիսի իշխանություն որը ունի պատասխան տալու կարողություն
որը ունի ինքն իրեն պաշտպանելու կարողություն։ Այդ ժամանակ արդեն մեր ինքնիշխանությունն էլ կապահովի, անկախությունն էլ կապահովի։ Արցախի մեր հայրենակիցների ճակատագրի ապագայի մասին։ Դուք ասում եք, որ հնարավոր է ապահովել նրանց անվտանգ վերադարձ հայրենիքում ապրելու իրավունք։ Մյուս կողմից ունենք Բաքու, որը ասում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան-Հայաստանում, ինչը ենթադրում է մոտ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում։ Սա որքանով է այս տեսակետը հնարավոր առաջ տանել։ Նախ արցախցիների իրավունքները։ Մենք արցախցիների իրավունքները պետք է նայենք երկու տեսանկյունից։ Արցախցիների իրավունքները Հայաստանում եւ արցախցիների վերադարձի իրավունքը, որը հումանիտար կողմն է, այսինքն վերադարձի իրավունքը։ Մեկ բան պետք է հաշվի առնել։ Արցախցիները մեր ժողովրդի մի մասն են։ Նրանք մեր հայրենակիցներն են։ Մենք նրանք ամեն օր մեզ հետ մեր մեջ ապրում են։ Մենք նրանց երեխաների հետ մեր երեխաները գնում են մանկապարտեզ, գնում են դպրոց։ Մենք նրանց հետ ամեն օր աշխատանքի ենք գնում, մի ավտոբուս ենք նստում, մի ճաշարան ենք մտնում, մի սրճարան ենք մտնում եւ այլն։ Նրանք մեր մեջ են, մեր հայրենակիցներն են։ Նրանք մեր հայրենակիցները ունեցել են իրավունքների ամենակոպիտ խախտումները, որոնք շարունակում են մնալ անվերականգնելի։ Մենք հայոց պատմության մեջ առաջին անգամ չունենք Արցախում ապրող հայեր, ենթարկվել է էթնիկ զտման։ Հիմա մյուսը սա նշանակում է նախ եւ առաջ սրա հիման վրա ուզում եմ ասել, որ մենք պետք է այո երաշխավորենք արժանապատիվ կյանք մեր հայրենակիցների համար Հայաստանում, սոցիալականից, բնակարանային բոլոր հարցերից սկսած։ Երկրորդ, Ադրբեջանը հատուկ բերել է 90-ականների դեպքեր, իբր կեղծ ապացույցներով, ասում է դուք կատարել եք հանցագործություններ այն ժամանակ, մենք դրա հիման վրա պետք է հետ գանք ապրենք Հայաստանում, որը ամբողջությամբ մեզ է պատկանում, այդ բոլոր հողերը եւ ակտիվ նախապատրաստվում են, ցուցակներ են կազմել, ցուցակների հիման վրա իրականացնում են ID-ներ են բաժանել հատուկ այդ իրենց ներկայացուցիչների անվտանգությունը ով կերաշխավորի ձեր կարճ մեկնաբանությունը, քանի որ եթե այո, եւ նրանք բերե հավասարեցին դա արցախցիներին, միջդեռ նրանց հարցերը միջազգային ասպարեզում փակած է, միջազգային ասպարեզում։ Մերը ամբողջությամբ ընդունված է միջազգային դատական ակտերով։ Մենք ասում ենք, այո, վերադարձ, ապահով վերադարձ, կամավոր վերադարձ եւ միշտ արժանապատիվ վերադարձ։ Իհարկե, սա 1 րոպեում լինող բան չէ։ Սա այս պահին էլ անիրատեսական է, բայց սա պետք է ունենաս օրակարգում, առաջ տանես, այո, միջազգային երաշխիքների պաշտպանության ներքո։ Դա արդեն դիվանագիտությամբ եւ այլն պետք է քննարկումներ ծավալել, դիվանագիտությունը աշխատել։ Այդտեղ տարբեր կարող է, օրինակ կարող է լինել, ասենք, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան համատեղ, տարբեր լուծումներ կարող են լինել, այս պահին ես չեմ կարող այսպես ասել, դրանք քննարկումների, բայց ամենակարևորը մենք պետք է դա օրակարգում պահենք, որովհետև դա մեր իրավունքների պաշտպանությունն է։ Սա շատ կարևոր է։ Ադրբեջանը դրանք չունենալով ամեն օր խոսում է դրանց մասին։ Մենք ունենք միջազգային դատարաններով երաշխավորված, երբեք չենք խոսում դրա մասին։ Ամբողջությամբ Ադրբեջանը նաև սրա հաշվին մաքրվում է հիմա աշխարհում այդ ամենակեղտոտ ծանր հանցագործություններից, որ կատարել է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։